Բարև ձեզ, ես Սյունեն եմ, ճարտարապետ դիզայներ, և սա իմ հեղինակային ծրագիրն է, ինտերիեր դիզայնի արվեստը։ Ուզում եք վերանորոգել ձեր բնակարանը, չգիտեք ինչից սկսել։ Այսուհետ հետևեք այս ծրագրին և ես կօգնեմ ձեզ իմ բազմամյա փորձից ելնելով։ Այսօր մենք կխոսենք փոքր մակերես ունեցող բնակարանի ինտերիերի ճիշտ կազմակերպման մասին։ Փոքր մակերեսով բնակարան։ Բնակարանի յուրաքանչյուր մակերես դա թանկարժեք ձեռքբերում է։ Նախորդ ծրագրում մենք խոսեցինք, թե ինչպես տնտեսել բնակարան գնելիս։ Տնտեսման հստակ բանաձևը դա բնակարանի համար անհրաժեշտ մակերեսի ճիշտ հաշվարկն է, որը թույլ է տալիս խուսափել ավելորդ մակերես գնելուց։ Բայց ինչ անել, երբ բնակարանի մակերեսը փոքր է, բայց մեզ անհրաժեշտ է ավելի շատ մակերես։ Հարց է առաջանում, արդյոք հնարավոր է տարածքը վիզուալ մեծացնել։ Այո, այսօր կփորձենք վերլուծել այս խնդիրը։ Գոտիավորում։ Փոքր մակերես ունեցող բնակարանի բոլոր գոտիները բոլորը իրար հետ կազմում են մեկ ընդհանուր կոմպոզիցիա, որտեղ մի սենյակը կարող է իր վրա վերցնել տարբեր գոտիների դերը։ Օրինակ, մեկ սենյակում կարող է համատեղված լինել խոհանոցի, հանգստի, աշխատանքի, ինչու՞ չէ նաև քնելու գոտիները։ Շատ դեպքերում փոքր բնակարանում գոտևորման ժամանակ ազատվում են ավելորդ պատերից, մտածելով, որ դա վիզուալ կմեծացնի տարածքը։ Պետք չէ շտապել։ Լավ կլինի, որ գոտիները առանձնացված լինեն։ Դա կարելի է անել տարբեր հնարքներով, թափանցիկ պատերով, ապակիներով, կահույքով կամ գույնով և այլն։ Բաժանարար պատերը կարող են չձգվել մինչև առաստաղ։ Այդ դեպքում գոտիները ունենում են ընդհանուր տարածք և դա վիզուալ մեծացնում է սենյակը։ Այդ գոտիները ունենում են մեկ ընդհանուր առաստաղ, որը վիզուալ մեծացնում և ընդլայնում է տարածքը։ Գունային լուծումներ։ Ինչ գույն ընտրել, որպեսզի տարածքը վիզուալ մեծանա։ Ցանկալի չէ պատերը երեսապատել մուգ և բարդ երանգներով։ Փոքր մակերես ունեցող բնակարանը ավելի ճիշտ կլինի անել բաց երանգների մեջ։ Իսկ միատոն ինտերիերը, որպեսզի լինի դինամիկ, կարելի է օգտագործել տարբեր երեսապատման նյութեր։ Եվ ցանկալի է, որ այդ երեսապատման նյութերը նույնպես լինեն նույն երանգների։ Նաև նշեմ, ճիշտ կլինի, որ պատերի գույնը նաև շարունակեք առաստաղի վրա, դա վիզուալ ընդլայնում է տարածքը։ Ինչ վերաբերվում է հատակներին, հատակները կարող են լինել մուգ երանգների։ Բնակարանին կոնտրաստ կհաղորդի դոմինանտ պատը։ Այն կարելի է երեսապատել ավելի ակտիվ գույներով, դեկորով կամ նախշերով։ Հայելիներ, փայլուն ապակե մակերեսներ։ Հայելիների և պատուհանների դերը շատ մեծ է։ Հայելիների ճիշտ տեղադրումը կարող է վիզուալ մեծացնել տարածքը։ Օրինակ, եթե հայելին տեղադրել պատուհանի դիմաց, սենյակը վիզուալ կլայնանա։ Կամ եթե հայելին տեղադրել պատուհանի կողքին, ապա այն կկրկնապատկվի։ Հայելիները և հայելապատ մակերեսները ցանկալի կլինի շարունակել նաև կահույքի վրա, և ցանկալի է, որ դրանք լինեն հատակից մինչև առաստաղ։ Կահավորում։ Կահույքը մեծ դեր է խաղում փոքր բնակարանում։ Օրինակ, ֆունկցիոնալ պահարանը կարող է աշխատել նաև որպես բաժանարար պատ։ Ստանդարտ չափի կահույքը կարող է խնդիրներ առաջացնել փոքր մակերեսով բնակարանում։ Սակայն կահույքի չափերը կարելի է հարմարացնել հենց ձեր բնակարանին հարմար։ Անհատական պատվիրված կահույքը կարող է լինել շատ արդյունավետ։ Փոքր բնակարանի համար նաև շատ հարմար է փոփոխական կահույքը, այդպես ասած տրանսֆորմեր։ Օրինակ բացովի սեղանները, ծալվող դարակները, բազմոց մահճակալները և այլն։ Պահարանները ցանկալի է լինեն ներկառուցված, նաև ցանկալի է, որպեսզի լինեն ներկված պատերի գույն։ Այդ ժամանակ պահարանները կձուլվեն պատերի հետ և դա վիզուալ կմեծացնի տարածքը։ Որպեսզի կահույքը ծանր չլինի, ցանկալի է, որ կահույքը լինի ոտքերի վրա,
կամ հնարավորության դեպքում կոնսոլ կախել պատերից։ Նաև նման կահույքի եզրագծով կարելի է անել թաքնված լույս։ Վիզուալ գետնից կտրված կահույքը ավելի թեթև է դարձնում տարածքը։ Փոքր բնակարանում հարմարավետ միջավայր ստանալը բարդ է, բայց շատ հետաքրքիր գործընթաց։ Գրագետ մոտեցումը թույլ կտա ստեղծել վիզուալ, ընդարձակ եւ հարմարավետ միջավայր։ Եղեք տեղեկացված, ապրեք գեղեցիկ եւ հարմարավետ միջավայրում։ Կհանդիպենք հաջորդ հաղորդմանը։